Երբ մի ժողովուրդ դարերով երազում է պետություն ունենալ ու վերջապես ունենում է անկախ պետություն, այդ ժողովրդի կեսը անկախության առաջի 30 տարում չի արտագաղթում Ամերիկա կամ Հոլանդիա։ Չի լինում այդպես բան։ Հենց մեկ գնացեք Ամերիկայում, տեսեք հայաշատ վայրերում ինչ է կատարվում։ Այնտեղ կան Հայաստանից արտագաղթած հայեր, կան Լիբանանից արտագաղթած հայեր, կան Եվրոպայից արտագաղթած հայեր, կան Իրանից արտագաղթած հայեր, կան Իրանից դեպի Եվրոպա, հետո Եվրոպայից նոր Ամերիկա արտագաղթած հայեր։ Տպավորությունն է, որ հայերը ամեն տեղից ամեն տեղ գնում են, մենակ մի բացառությամբ Հայաստան չեն գալի։ Ես փոքր ժամանակ Բելգիայում էի ապրում։ Բրյուսելում այնքան հայ երաժիշտեր հավաքվել, նվագախումբ էին բացել։ Նվագախումբ, օրկեստր էին բացել հայ երաժիշտներով, Հայաստանից արտագաղթած։ Այսօր հայ երգիչը, հայ հումորիստը գնում է Եվրոպա, տուրնե է անում, ու ասում է՝ «Սիրելի բարեկամներ, գալիս ենք մայիսի 1-ին Ամստերդամ, մայիսի 2-ին Բրյուսել, մայիսի 3-ին Փարիզ, մայիսի 4-ին Մարսել, մայիսի sense գնում է սաղ Եվրոպայով, Ֆրանսիայով, Գերմանիայով, Իսպանիայով, Հոլանդիայով, Բելգիայով։ Ամենտեղ գնում է, վերջում մի հատ ներողություն է խնդրում, ասում է՝ «Սիրելի հայեր, կներեք, ձեր քաղաքները չեկանք, դա էլ հաջորդ անգամ»։ Ովքեր են այդ երգիչների, հումորիստների դահլիճները լցնում։ Գերմանացիներն ու իսպանացիները, հայերը, Հայաստանից արտագաղթած հայերը, այնքան շատ են արտագաղթել, այնքան ամեն տեղ են արտագաղթել, որ հայ երգիչը, հայ հումորիստը մի տուրնեի ժամանակ չի կարողանում բոլոր այդ արտագաղթած վայրերով տուրնեն ավարտի։ Չի հասցնում, ի վիճակի չի մի մարդը։ Վերջում էլ համերգներից հետո իրանց սիրած աստղերի հետ ժպտում են, նկարվում են, լավ էլի ժպտացեք, էլի նկարվեք, բայց հարց է ծագում։ Եթե մի ազգ անկախանալուց հետո ազգի կեսը պետք է արտագաղթի Իսպանիա, կեսը Կանադա, կեսը Ավստրալիա, կեսն էլ Ամերիկա։ Էլ անկախանալու իմաստը ո՞րն է, բացատրեք ինձ։ Պետություն ունենալու իմաստը ո՞րն է, սահմանը պահելու իմաստը ո՞րն է, զոհվելու իմաստը ո՞րն է։ Այդ հլա արտագաղթածների մասին եմ ես ասում, էլ չասած որ մնացած հայերի Հայաստանում հիմա ապրողների մի զգալի մասը փորձել է արտագաղթի, չի ստացվել։ Դրա մասին ոչ ոք չի խոսում, թե քանի հայ է այսօր Հայաստանում ապրում, որը մտել է Ամերիկայի դեսպանատուն, մերժվել է, դրանով էլ չի արտագաղթի Ամերիկա։ Եվ քանի հայ կմնար Հայաստանում, եթե բոլորին այդ բոլոր վիզաները տրվեր։